Որոշում Արագածոտնի մարզպետի խորհրդական օգնականի թմրանյութի գործով Արմլուր լրատվականին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնականի թմրանյութի գործով նախաքննությունը ավարտ է հայտարարվել եւ գործն ուղարկվել է դատարան։ Մարզպետի խորհրդական օգնական Արմեն Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա չունենալով բժշկական նշանակմամբ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի շրջանառություն իրականացնելու, թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու թույլտվություն առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել եւ պահել զգալի չափերի 10.49 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել եւ վերցվել է 2024 թվականի դեկտեմբերի 12-ին Արմեն Մարկոսյանի անձնական խուզարկության ժամանակ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին էր դեպքը տեղ ունեցել աշտարակ ագարակ հատվածում հայտնաբերվել էր կասկածելի Մերսեդեսը, ինչից հետո վարորդ Մարկոսյանին թմրանյութ պահելու, օգտագործելու եւ տարածելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության աշտարակի բաժին։ Վարորդի մոտ հայտնաբերվել էր խոշոր չափի թմրամիջոց մարիխուանա տեսակի։ Դեպքի փաստով ոստիկանության աշտարակի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց, հիմա արդեն գործը հասել է դատարանում։ Այս աղմկահարույց բացահայտումից հետո Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի խորհրդական օգնականը ազատվեց պաշտոնից, իսկ հիմա գործը դատարանում է։ Տեսնենք, թե 10.49 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց հայտնաբերելու ինչ որոշում կկայացնի դատարանը։